Շնորհակալություն ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ըստ էության ներկայացվեց իր նպատակները, նաև օրենքի տվյալ հիմնավորման փոփոխության դեպքում ակնկալվող արդյունքները, կառավարությունը որոշակի առաջարկություններ է ներկայացրել նրա մշակելու նպատակով եւ ես կցանկանամ արդեն անդրադառնալ կառավարության դիրքորոշմանը եւ մեր առաջարկություններին։ Ըստ այդմ, կառավարությունը գտնում է, որ ցանկալի է ձեռնպահ մնալ 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիների մասով 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնելու պարտականություն սահմանելուց, հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու գործընթացին հնարավոր խոչընդոտելու հանգամանքը։ Երկրորդ, 18-ից 27 տարեկանը զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար առաջարկվում է ավելացնել 27 տարեկանից հետո ծառայության ժամկետները 24 ամիսը փոխարինելով 30 ամսով, 12 ամիսը 15 ամսով, 6 ամիսը 7 ամիս 15 օրով։ Առաջարկվում է նաև հստակեցնել 27 տարին լրանալուց հետո զինվորական հաշվառման վերցվելու դեպքերը, համապատասխան փոփոխություններ նախատեսել նաև այլընտրանքային ծառայության մասին օրենքում, 27 տարին լրացած եւ օրենքով սահմանված տարկետման հիմք ունեցող քաղաքացիների համար նախատեսել 15 միլիոն դրամ վճարելու պարտավորություն, նաև հստակ սահմանել այն անձանց շրջանակը, որոնց վրա տարածվելու են օրենքի դրույթները, այն նկատառմամբ, որպեսզի առաջարկվող կարգավորումները լրացուցիչ խթան չհանդիսանան պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիների խուսափման համար։ Այդ նպատակով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի օրենքի գործողությունը տարածվում է օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 25 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած քաղաքացիների վրա Հայաստանի Հանրապետության նկատի ունենք։ Նաև մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ, բացի այդ, քրեական օրենսգրքի նախագծում հստակ նախատեսել, որ 27 տարեկանից հետո գումարի վճարմամբ քրեական պատասխանատվությունից ազատումը կարող է իրականացվել միայն տվյալ անձի ներկայանալու դեպքում։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ նախագծերի ընդունումն իրականացնել հաշվի առնելով կառավարության հիշյալ առաջարկությունները։ Շնորհակալություն։